Շարքրտական ողբերգությունից, որ այսօր առավոտյանը տեղի ունեցել, Նիկոլ Փաշինյանը նոր է ուղևորվում եւ ճանապարհին ոստիկանական ներքին գործերի գվարդիան, որ ուղեկցում է Փաշինյանի ճակերտավոր ուրախ ավտոբուսը, վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով կա 1 զոհ, 12 վիրավոր, օրը բացվել է, մահը բերել են հերթական անհետը, համեցեք։ Մահաբեր Նիկոլը շարունակում է իր գործունեությունը, այսինքն ինչ գործունեություն, որ հայերը պակասեն, մահանան, զոհվեն, կոտորվեն, թունավորվեն, ինչ հնարավոր տարբերակներ կա Նիկոլ Փաշինյանը օգտագործում է։ Ուրեմն սկսենք ուրախ ավտոբուսից, ինչ որ ժամանակահատված մոռացել էինք ճիշտն ասած այդ ուրախ ավտոբուսի մասով, բայց տեսեք, ուրեմն էլի լույսը բացվել է, օրը բարին չի բացվել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը եւս մեկ զոհ ու Նիկոլ Փաշինյանի պատճառով Ավտոշարասյան պատճառով, որը 10-ից 20-ից ավել է։ Այսինքն այն Նիկոլ Փաշինյանը, որ պնդում էր, որ Ավտոշարասյունը նախկինների 5 մեքենա է կամ 10 մեքենա, հիմա 20-30 մեքենավ գնում է, մի 20-30 գլուխ անասուն էլ հետը տանում է ուրախ ավտոբուսով։ Հիմա տեսեք, այդ մարդը առավոտյան զարթնել է ու գնաց է զոհվել է Նիկոլի պատճառով։ Ոնց որ մեր հայրենակիցներից, մեր քաղաքացիներից շատերը։ Հիմա տեսեք, չեմ կարող հետ ժամանակի մասով հետ չգնանք ու ուսումնասիրենք Նիկոլ Փաշինյանը սպանել է Սոնա Մնացականյանին։ Հղի աղջկան, ով պետքա ծննդաբերեր, այսինքն 2 կյանք է խլել։ Նիկոլ Փաշինյանը սպանել է Արմեն Գրիգորյանին դատարանի դահլիճում։ Հենց դատարանի դահլիճում, վճիռը չկայացած։ Ու այս ցանկը անսահմանափակ է։ Նիկոլ Փաշինյանը մեծացրել է եռաբլուրը։ Այն առաջարկները, որ ինքը ստացել է, որպեսզի զոհերը ավելի քիչ լինեն, դավաճանի պիտակի պատճառով ինքը հրաժարվել է։ Եվ ավելացել են զոհերը 1000 եւ ավելի։ Նիկոլ Փաշինյանի պատճառով գնդակահարել են, Նիկոլ Փաշինյանի պատճառով, այո, գնդակահարել են երիտասարդները միմյանց, գնդակահարվել է համայնքի ղեկավար անգործության պատճառով։ Հիմա Նիկոլ Փաշինյանի պատճառով չի, բա ում պատճառով է, եթե ներքին գործերի նախարարուհին ունի $200,000 տուն, որը որ ինքը պնդում է դա նորմալ է, բայց չունի 200,000 դրամի խելք, որպեսզի իր գործը ճիշտ կատարի։ Հիմա այստեղ հարց է առաջանում։ Լավ, եթե այդ ուրախ ավտոբուսը մահվան մասին է, ինչու համար են իրենք հավաքվել, լցվել այդ ավտոբուսը, ուտելով գնում են, սպանելով հետ են գալի։ Արդյոք դա ուրախ ավտոբուսն է։ Արդյոք դա մահաբեր ավտոբուսը չի, արդյոք դա սքո ավտոբուսը չի։ Պարզ է, որ իրանց համար ուրախ ավտոբուս է, ինչու, որովհետև յուրաքանչյուր հայ, որ զոհվում է, սպանվում է, իրանց համար դա ուրախություն է։ Նոր առիթ է ինչ-որ մի բան նշելու։ Ես վստահ եմ, որ երեկոյան իրենք շարունակելու են իրանց բնականon հունով աշխատել, անգամ չհիշելով, որ այսօր վիրավորվեցին 12-ը եւ զոհվեց 1-ը, իրենց պատճառով։ Ինչպես իրենք հանգիստ մարսեցին ու մոռացության տվեցին հղի կնոջը սպանելուց հետո։ Իրենց գործերը շարունակելու են սև գործերը։ Հիմա տեսեք, այս մարդիկ ամեն առավոտ, եթե նկատել եք, սիրելի հայրենակիցներ, օրինակ անկեղծ էլի, միասին եկեք այս պահը քննարկենք։ Ուրեմն առավոտ ես որ զարթնում եմ, մի հատ լրահոսին եմ հետևում, տենամ ով է սպանվել, ինչ է կատարվել, ով է ինքնասպան եղել, ինչ նոր մահեր կան մեր երկրում, ասենք թմրանյութերի պատճառով, քաղաքական գործիչների հետ կապված եւ այլն։ Հիմա տեսեք, այս մարդը 8 տարի ինչ իշխում է, զավթել է իշխանությունը, մեր մոտ միայն սքո օրեր են, մեր մոտ միայն մահ, կորուստներ, պատերազմներ, պարտություններ։ Այսինքն այս մարդու հետ ճանապարհ գնալը ոչ միայն հանցագործություն է, այլ աղետաբեր է, այս մարդու հետ հնարավոր չի ճանապարհ գնալ։ Ես զարմանում եմ ոնց մեր հայրենակիցները 2 անգամ որոշեցին, որ Նիկոլ Փաշինյանը լավագույն տարբերակն է, որպեսզի երկիրը վստահեն։ Այս մարդը ոչ կարում է վարի, ոչ կարում է բանակցի, ոչ մի բան չի կարում անի։ Մենակ ուտում է ու ուտում է ոչ միայն սննդամթերք, այլ մարդկային կյանքեր։ Հիմա իհարկե պետք է նաև անդրադառնամ, որը ավանդական է դարձել, ինչպես Սասուն Միքայելյանն է ասում, որ օրհնանք է իրենց համար հայոյանքները, վերհիշում ենք Սասուն Միքայելյանին եւ բոլոր ԿՊԱ-ականներին, օրհնում ենք ձեզ ամեն առավոտ։ Հիմա տեսեք, մյուսը Անդրանիկ Քոչարյանը պնդում է, որ իր տղան այնքան ազնվացեղ կերպար է, որ բանակում չի ծառայ, որտեղ ավելի խելացի է։ Հիմա հարց է առաջանում։ Ես լինելով սովորական շարքային քաղաքացի, ծառայել եմ Հայաստանի Հանրապետության բանակում։
մեծ պատվով ու այն արժանապատվության, որ ես կրում եմ ոչ այդ 2 տարիների ընթացքում, այլ զորացրվելուց հետո։ Հիմա ես անգրագետ էի, հիմար էի, այդ ինչ էի ես, որ գնացել եմ ծառայել եմ ու իր տղեն չի ծառայել, որտեվ ավելի խելացի է, ավելի ինտելիգենտ է կամ ծնվել է ինչ որ Քոչարյան Անդոնի տանը։ Ասենք ոնց կարելի է, այլ Անդոն, դու ուր, քաղաքակրթությունը ուր, դու սովորական ծախված ես ախր։ Դու հանուն փողի անգամ այդ չծառայած որդուդ կարաս հանգիստ հանձնես, կլինի Նիկոլ Փաշինյանին թե մյուսներին։ Դու ոնց ես այդքան բանակում ծառայած զինվորներին վիրավորում քո մի խոսքով, եթե դու անգամ քո ամբողջ կյանքդ վերցնենք, լրիվ անիմաստ ես ապրում, լրիվ անիմաստ, քո մոտ արժե զրկված է յուրաքանչյուր բան, քո կյանքը ի ծնել, լրիվ անիմաստ է։ Դու սովորական Նիկոլի ծառա ես, այնպես որ ոչ միայն պետք է ներողություն խնդրես, այլ խելքդ գլուխդ հավաքես ու հասկանաս, որ չի կարելի բանակում ծառայածներին վիրավորել, առավել ևս որ դու քեզանից ինչ-որ մի բան ես փորձում ներկայացնես ու ժողովրդից հեսա գնալու եք էլի ձայներ մուրակ։ Նենց որ Քոչարյան Անդոն ուշադիր եղի, որովհետև տարասխալների արդյունքում շատ վատ ու սխալ տեղ կարող ես հայտնվել։ Իհարկե դու աղբանոցում քաղաքական հայտնվելու ես հենց իշխանափոխությունից հետո անկախ նրանից թե որ թվականին կլինի։ Հիմա մյուս ուրեմն շրջանաձև ստերը Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերին առավոտի ցիրիկուն այդ նույն ստերը հրամցնում է։ Չեմ կարող ծիծաղով չհիշել նաև այն դպրոցը, որը որ Էջմիածնում արդեն որերորդ անգամ բացում են, այսինքն մի հատ նախորդ քարոզարշավի ընթացքում տիմ ընտրությունների ժամանակ բացեցին այդ դպրոցը, մի հատ նորից Նիկոլ Փաշինյանը բացեց, այդ դպրոցի աշակերտները արդեն համալսարաններ են գնացել, այդ դպրոցը հələ բացում են։ Այդ նույն լենտը այնքան են կդրել, արդեն դպրոցը վերանորոգելու կարիք կունենա։ Հիմա այդ ստերի շրջանաձև ստերը որ կա Նիկոլ Փաշինյանի, ինչքան է շարունակվելու։ Հիմա նորից վերադարձել են, ասում են Գիտեք ինչ կա, հեսա Աջափնյակի մետրոն պետք է վերանայել եւ այլն։ Ուր է Աջափնյակի մետրոն։ Որտեղ է։ Ես ամեն առավոտ գնում եմ, տենում եմ Աջափնյակի մետրոն դեռ չի աշխատում, ստիպված գալիս եմ արդեն այլ տրանսպորտային միջոցով։ Հիմա հարց է առաջանում։ Այ խափեբաներ, ուր է Աջափնյակի մետրոն։ Դուք անգամ ծրագիրը չունեք։ Այն մեկին տվեցիք 2 տարի խափեց գնաց, հետո եկավ էս Ավինյանը ինչ զահարումար է։ Եկել է հիմա լեսի է խափում։ Հեսա 27 թվականին նորից կեթակ այդ նույն Էջմիածնի դպրոցի լենտը կկտրեք, հետո կասեք Աջափնյակի մետրոն ենք բացելու, հա։ Ուր է այդ փողերը, ուր է։ Մետրոյի համար նախատեսված փողերը ուր է։ Թանկացած տրանսպորտի հավելավճարները ուր է։ Ով է տնօրինում, ով է ծախսում։ $480,000 տուն։ Այ Ավինյան, դու սկի ատոմ չունեիր բերանդ, երբ որ գալիս էիր իշխանության քայլելով։ Որտեղից քեզ $480,000 տուն։ Հերը տա աշխատե, թե դու, թե կինը տենդերներով փող է քաշում ստիծնդից։ Հիմա մյուսը Մահվան ելքերը շարունակվելու են սիրելի հայրենակիցներ, քանի Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, որովհետև Նիկոլ Փաշինյանի համար մահը իր համար նաև սնունդ է։ Եթե չեք նկատել, ես կարող եմ ասել ուսումնասիրելով այս վերջի 8 տարիները, Նիկոլ Փաշինյանը վամպիրների նման խմում է հայերի արյունը ու դրանից ինքը ոչ միայն էներգիա է ստանում, այլ հաճույք է ստանում։ Այսինքն ինչքան շատ հայ զոհվի, այնքան իր համար դա լավ է։ Ինչքան հայ սպանվի, կոտորվի, բռնի տեղա հանվի, այնքան իր համար լավ է, ինքը դրանով է սնվում, ինչպես վամպիրները արյամբ։ Հիմա այս մարդու հետ հնարավոր չի ոչ միայն ճանապարհ գնալ, այլ այս մարդուն պետք է ռադ անել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա ու շարունակի գոյություն ունենալ։ Հիմա տեսեք, այս մարդուն պահում են Էրդողանը եւ Ալիևը, այլևս ոչ թաքցնում են, երեքն էլ չեն թաքցնում, որ Էրդողանը, Ալիևը ասում են, որ Նիկոլին մենք 18 թվին օգնել ենք, որ գա, փորձել ենք օգնենք վերընտրվի, հիմա էլ 26 թվականին ադրբեջանական ԶԼՄ-ները, եթե մենք նայում ենք, այնտեղ խայտարակություն է։ Ուրեմն մեր երկրի վարչապետի քարոզարշավը Ադրբեջանում տանում են հայտնի բլոգերներ, ովքեր որ ծառայում են Ալիևին։ Հիմա հարց է առաջանում, եթե Ալիևը զբաղվում է Նիկոլի քարոզարշավով։ Լավ, ձեզ այդ ոչինչ չի ասում։ Լավ չեք հասկանում, որ եթե ադրբեջանցիները ուզում են Նիկոլը վերընտրվի, ուրեմն հայկական շահի մասին խոսելը արդեն իսկ անիմաստ է։ Այս մարդու քարոզարշավը ադրբեջանցիներն են անում։ Այս մարդը քարոզարշավը չսկսած, աբարան չհասած մարդ է սպանում։ Էլ ինչ պետք է անի։ Էլ ինչ եք ուզում Նիկոլ Փաշինյանը անի։
Հղի կնոջը սպանում է, այն երիտասարդին տարելա հասրելա մահվան ու վերջո չի հանձնվում։ Ուզում է այդ երեխային էլ դպրոցական երեխային ուզում է իրան էլ սպանի, որպեսզի ավել հաճույք ստանա։ Ազատություն իդեպ բոլոր քաղբանտարկյալներին, բնականաբար ազատություն բարի վերադարձ մեր գերիներին, Նիկոլը չի զբաղվելու իրենցով, բայց մենք մեր հայրենակիցների համար պետք է սրտացավություն դրսևորենք, բարձրաձայնենք հնարավորինս շատ տեղեր, տարբեր ատյաններ, որպեսզի կարողանանք ապահովել իրենց վերադարձը եւ քաղբանտարկյալներին ազատություն։ Հիմա այս մահվան ավտոբուսը էլի հավաքվել են, սոված շներով գնացել են Գնթունիքում իրանց կազմակերպել են սնունդի հարցը, անգամ մոռացել են, որ հենց նոր մարդ մահացավ եւ այլն։ Հիմա այս թիմակիցներին, որ նայում եք, լավ, դուք ուզում եք Հայաստանի Հանրապետության ապագան վստահեք այն մարդկանց, ովքեր որ ոչ միայն կառավարման փորձ չունեն, այլ այս մարդիկ ուղակի թքած ունեն Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա։ Այս մարդիկ ուղակի ուզում են շարունակել հարստանալ, մինչև որ արդեն կհանձնեն ամբողջությամբ Ադրբեջանին եւ Թուրքիային մեր հայկական այն տարածքները, որ մենք արյամբ եւ քրտինքով պահել ենք, ստեղծել ենք պետություն, դարձել ենք Հայաստանի Հանրապետություն, ունեցել ենք ինքնիշխանություն։ Այդ ինքնիշխանությունը մենք այլևս չունենք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը անգամ իրենց տունը ինքնիշխանություն չունի։ Ինքը չի կարում ոչ իր թիմի ղեկավարի, ոչ մեր երկիրը ղեկավարի, ինքը սովորական կուրկուրի ձակ, հա, ով որ Հայաստանում, չգիտեմ, ասենք, քոչարի գևունդիա պարում ու հենց հասնում է Եվրոպա, Ռուսաստան դառնում է մի սպասիցե, պամագիցե։ Այս մարդը չի կարա մեզ ներկայացնի ոչ Հայաստանում, ոչ Հայաստանից դուրս։ Էլ չեմ ասում, նաև անդրադառնամ այն քաղաքացուն, որ ասում է դուխով մենակ Հայաստանում ենք։ Սիրելի քաղաքացի, լավ, դու Հայաստանում քեզ դուխով ես զգում ու հպարտ։ Ինչով է հպարտանում։ Հայաստանի անվտանգությամբ է հպարտանում, տնտեսական աճով է հպարտանում, մեր քաղաքացիների բարեկեցիկ կյանքով է հպարտանում։ Ինչն է քո հպարտությունը, որը որ մենք չենք տեսնում։ Միգուցե դու ուզում ես քննադատել Փաշինյանին, բայց դա քո մոտ չստացվեց ցավոք սրտի։ Հիմա հարց է առաջանում. սիրելի հայրենակիցներ, մեր 3 միլիոն վարչապետեր 18 թվականից ի վեր, այս ամեն ինչ էս կոտորածը, որ կատարվում է։ Լավ, դուք ձեզ դուխովու հպարտ եք զգում։ Լավ, դուք ձեզ լավ եք զգում այս ամեն ինչի հետ հանդերձ։ Լավ, դուք ուզում եք, որ Հայաստանի Հանրապետությունը այս գծով շարունակվի, ուր գնա, դեպի ուր ենք գնում։ Մենք գլորվում ենք անդունդը։ Ժամանակին զգուշացնում էին Արցախի մասով, հիմա զգուշացնում են Հայաստանի մասով։ Քաղտեխնոլոգները, նախկին նախագահները, բոլոր փորձառուները, ովքեր որ կառավարման փորձ ունեն, բանակցությունների փորձ ունեն, բոլորը միահամուռ ուժերով ասում են, որ այս մարդը չարիք է, այս մարդու հետ հնարավոր չի գնալ ճանապարհ անցնել, երկիր պետություն ինքնիշխանություն պահել։ Բայց էլ ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որ դուք համոզվեք դրանում։ Մենք այս ճանապարհով գնում ենք դեպի ուր։ Հիմա այս վարչաբենդի մասով, տեսեք, ուրեմն հավաքում է երիտասարդների, նաև անչափահասների բնականաբար, որտեղ դա իր համար նորմալ է, 18 թվականին կայլասկեքով մայրիկներին փողոցը փակելու համար ինքը օգտագործում էր, բայց հիմա ընդդիմադիրներին չի խնայում, անգամ եթե լինում են չափահաս կամ անչափահաս, էական նշանակություն իր համար չունի։ Հիմա տեսեք, վարչաբենդը համալիրում կազմակերպել է մեր տրնգի, մեր ուրախություն, մեր խայտառակություն։ Հիմա նույնը ուզում է ցեղասպանության հաջորդ օրը կազմակերպի, որը անընդունելի է։ Դուք ուրացել եք ցեղասպանությունը, դուք ուրացել եք բռնի տեղահանումը արցախցիների, Սումգայիթի ջարդերը, ադրբեջանցիների բոլոր ոճրագործությունները ոչ միայն ուրացել եք, այլ իրանց հերիք չի ներել եք, մի հատ էլ հետները փորձում եք եղբայրություն անեք, որը որ անհնար է։ Այսինքն նենց չի, որ մենք առավոտից իրիկուն երազում ենք, որպեսզի պատերազմ լինի, բայց մենք հասկանում ենք, որ մենք պատերազմով ունեցել ենք հաղթանակներ, մեր ինքնիշխանությունը մենք վաստակել ենք պատերազմով, զոհերի արյամբ եւ աշխատասիրությամբ ու քրտինքով։ Հիմա դուք այդ ամեն ինչը հավասարացրել եք հողին ու դեռ մեր ժողովրդին, մեր սիրելի հայրենակիցներին խաբում եք, որ գիտեք ինչ կա, մենք ավելի լավ երկիր կունենանք եւ այլն եւ այլն։ Մենք ոչ խաղաղությանն ենք ձեր հավատում, ոչ ձեր արժանապատիվ կեցվածքին, որը որ դուք ներկայացնում եք։ Դուք եթե առանց անվտանգության դուրս գաք փողոց, ես չեմ հավատում, որ դուք ողջ կմնաք։ Ամենայն անկեղծությամբ եւ նաեւ սրտանց եմ ասում, որովհետեւ իհարկե շատ ժամանակ լինում է, որ ես ասում դուք երկար ապրեք, որ տենակ Հայաստանը ոնց է ծաղկում, բարգավաճում, ոնց է ավելի ուժեղանում, ոնց է մեր համար
ավելի բարենպաստ պայմաններ ստեղծում այս աշխարհաքաղաքական իրավիճակում, բայց հետո էլ ասում եմ, ախր դուք իրավունք չունեք երկար ապրելու, որովհետև դուք այնքան կյանքեր եք խլել, ու այնտեղ ձեզ լիքը սպասողներ կան, այնտեղ ձեզ դիմավորողներ կան, դուք այդ օրվան հասնելու եք ու այդ ամեն ինչը տեսնելու եք։ Նենց որ դուք կարող եք հիմա չվախենալ ինչ-որ դատավճիռներից եւ այլն, բայց դուք պետք է վախենաք Աստծուց, մեր զոհերից, ովքեր որ այնտեղ ձեզ սպասում են։ Հիմա այս բլոգերների մասով նաև ուզում եմ անդրադառնամ Հայաստանի Հանրապետությունում տարվող քարոզով, որտեղ որ ձեզ սիրելի հայրենակիցներ համոզում են, որ այ գիտեք ինչ կա, եթե Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, ոչ միայն խաղաղություն չի լինի, այլ մենք չենք գնա դեպի Եվրոպա, ռուսամետները կգան իշխանության եւ այլն։ Հիմա հարց է առաջանում։ Նախ Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում։ Երբևիցե չի էլ սպասել։ Այսինքն Եվրամիության ինտեգրման հարցը այնքան երկար է, որ ոչ Նիկոլ Փաշինյանը այդքան կյանք ունի։ Ես կարծում եմ անգամ ես չեմ հասցնի տեսնեմ։ Ինչու՞, որովհետև նախ մեկն լինի հիմա Եվրոպային օգնի, այս խժդժոցը, որ նայում ենք այս ընդհանուր քաղաքական իրավիճակը Եվրոպայում, ոչ միայն մեզ չեն սպասում, այլ այնտեղ արդեն իրանք ունեն խնդիրներ։ Երկրորդ, եթե մենք վերցնում ենք Ռուսաստանի հետ դաշնակցությունը ու նախորդ 30 տարիները, ես խնդիրներ չեմ տեսնում։ Եթե դուք տեսնում եք, փորձեք վերլուծություն անեք, սիրելի հայրենակիցներ։ Եթե մենք ունենք ռազմավարական դաշնակից, ում այդ ամեն ինչ լավ էր, ապահով էր, անվտանգ էր եւ պարզ վկայություն է նաեւ քարորիա պատերազմը, որտեղ որ իր գործառույթը կատարեց ոչ միայն Ռուսաստանի Դաշնություն, այլ ընդհանրապես մեր անվտանգային երաշխավորները։ Հիմա դուք սպասում եք, որ Մակրոնը կապտած աչքով իր նավատորմով գա Հայաստանի Հանրապետությունը փրկի իրենց եղբայր թուրքերից, բնականաբար դա հնարավոր չի։ Հիմա դուք պատկերացնում եք, որ Ալեն Սիմոնյանը իրավացի է ու մենք սխալվում ենք։ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ Ադրբեջանի երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, Հայաստանի երաշխավորը Ադրբեջանի Հանրապետությունն է։ Դուք հասկանում եք, սա ինչ վտանգավոր թեզ է։ Դուք հասկանում եք, սա ինչ խայտառակություն է։ Երբևիցե պատկերացրել եք, սիրելի հայրենակիցներ, որ կգա մի ժամանակահատված, որ ազգային ժողովի նախագահը նման ստոր կերպով ուրանալով զոհերին, այս ջարդերը, ցեղասպանությունը, բռնի տեղահանումը կասի, որ անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետության եւ հայերի Ադրբեջանի Հանրապետությունն է։ Որ Ադրբեջանի, որ քնած ժամանակ սպանում է հայ սպային, որ Ադրբեջանի, որ կազմակերպում էր ջարդեր Սումգայիթում, որ Ադրբեջանի, ովքեր մեր ու մանուկ չէին խնայում, Արցախում բոլորին կոտորում էին, որ Ադրբեջանի, որ գլխատում էին Քարամ Սլոյանին, այդ Ադրբեջանի մասին է խոսքը, հա? Որ Ադրբեջանն է, ձեր ճանաչած Ադրբեջանը ու մեր ճանաչած Ադրբեջանը խի այդքան տարբեր։ Լավ ո՞նց եք դուք դա պատկերացնում, էլի։ Մարդու գլխատողը, կացնահարողը, հային, այսինքն։ Դուք ո՞նց եք իրանց հետ այդ խաղաղությունը պատկերացնում։ Ո՞նց եք վաղը մյուս օր էդի մարսելու։ Ախր ձեր երեխաներին էլ են վերցնել ու չեն խնայելու։ Ախ դու կկու հիմար կկու պատմության մեջ եք հայտնվելու։ Այն որ տալու եք ձեր հերթական ձակերին ու վերջը մնաք ձեր հին տաշտակի վրա։ Ո՞նց եք դու պատկերացնում, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետության երաշխավորն է։ Դուք ձեր անվտանգությունը չեք կարող երաշխավորեք, որպիսի փոքր կենտրոնից հասնեք ազգային ժողով ձեր նիստին մասնակցեք։ Ձեր անվտանգության աշխատակիցները փորձում են հնարավորինս այդ թուքումուր իրանց վրա վերցնեն այդ հայոյանքները, որ ձեզ չհասնի կամ չկպնի։ Դուք պատկերացնում եք, որ դուք ինչ-որ մի երկրի առավելևս Ադրբեջանի Հանրապետության երաշխավորն եք, դուք ձեր տունը չեք կարող երաշխավորեք։ Դուք չեք կարող կազմակերպեք երաշխավորված խաղաղություն, անգամ օգտագործելով այդ Տրամպի տված սպիտակ թուղթը ստանդարտ։ Դուք որտեղից պետք է ապահովեք խաղաղություն, կամ դուք ընդհանրապես ով եք, ինչ եք եղել այս կյանքում։ Մեկը մեռել է աշխատե Կարքին Հայկոյի մոտ, այն մեկը ապառիկով չէր կարող իր փոշեկուլը մուծեր, այսօր 1 միլիոն դրամանոց Արարատ Միրզան, որտեղից քեզ այդ 1 միլիոն դրամը, հիմա կասես դե ես Արգոս նախարար եմ, պարգևա վճար եմ ստանում եւ այլն, գրող ու սև ցավ ես դու ստանում։ Դու մեր հաշվին թույլ ես տալի քեզ նման շքեղություններ այն պարագայում, երբ որ դու արտաքին գործերի նախարար լինելով ոչ բարով խերով ունենք գերիներ, անհետ կորածներ, ունենք բավականին մեծ բարդ խնդիրներ Հայաստանի Հանրապետության նաև անվտանգային։ Դու ինչ սրտով ես էլի այդ ժիլետը հագե, հելել ես ընկել ես ուրախ ավտոբուսով ֆրֆռում ես Փաշինյանի հետ, մի հատ էլ թե բա ամեն ինչ նորմալ է։ Ուրա քո բանակցածը, հարամլնի քո այդ բանակցածը, ինչ ես դու բանակցում։ Բանակցում ես, որ հանձնես
Ինչը հանձնես, Սյունիքը հանձնես, Սև լիճը հանձնես, Գեղարքունիքը հանձնես, ինչը հանձնես։ Մի օր կնգատ են ուզելու որ հանձնես, հանձնելու ես։ Դուք սենց երաշխավորություն ոնց եք պատկերացնում։ Այս տարածաշրջանում մենք ունենք դաշնակիցներ, հարևան պետություններ, ինչպես նաև Իրանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը։ Այդ սաղ հարամ արեցիք, որպեսզի ախպերություն անեք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, որ ինչ լինի։ Դուք ոչ տնտեսական աճի հետ կապված խնդիրներ կարաք լուծեք, ոչ էլ անվտանգային խնդիրներ։ Դուք այդ երկրների հետ ոնց եք պատկերացնում, էլի։ Ոնց եք դուք այդ sense որ հետ եք նայում, լավ։ Եթե դուք չեք կարողացել ձեր փոշեկուլի ապառիկը մուծեք, դուք ոնց եք արտաքին այդ տնտեսական պարտքը հաշվի առնելով 14 միլիարդը ոնց եք մարելու։ Խի եք թողում մեր երեխեքի վրա այդ պարտքերը։ Ո՞վ է ձեզ իրավունք տվել, որ 14 միլիարդ պարտք ունենաք, եթե դուք վերցրել եք 7 միլիարդով։ 30 տարիների ընթացքում ունենալով աճող տնտեսություն, բարգավաճող Հայաստան ու անվտանգ Հայաստան 7 միլիարդ նախկին 3 նախագահների օրոք է եղել մեր պարտքը։ Եվս 7 միլիարդ դուք վերցնել եք 7 տարիների ընթացքում։ Տարին 1 միլիարդ ինչ եք արել։ Որտեղ եք ծախսել։ Որտեղ եք դուք հաշվետու, ում եք հաշվետու։ Որտեղ է ձեր ժողովրդավարությունը։ Սեն ժողովրդավարություն որտեղ եք տեսել։ Սիրելի հայրենակիցներ, լավ դուք գոհ եք այս աշխատելավոճից, այս կազմից։ Այդ առաջինից 30 համար նայում ես խայտարակությունն է։ Մեկը թքելու է ծերունի, մեկը խաղալու է ծերունի, մեկը գողանալու է ծերունի։ Այս սրանք խափեբաների ու ստորների հավաքածու են։ Ոնց կարելի է իրենց երկիր վստահել։ Ախր երկու անգամ մենք սխալվեցինք։ Նաև սխալվեցինք մենք, որ չկարողացանք ճիշտ պայքար մղենք, որպեսզի սրանց հեռացնենք։ Բայց ինչպես կարելի է երրորդ անգամ վստահել սրանց ու կործանել Հայաստանի Հանրապետությունը մինչև 31 թվականը։ Նենց որ իմ կոչը մասնավորապես նաև երիտասարդներին Իմ սիրելի հայրենակիցներ, իրական հայեր, ոչ միայն ընդդիմադիրներ, այլ մոլորվածներ, ովքեր որ փորձել են փոքր հույս տեսնեն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կամ իշխանության շարունակման պարագայում։ Սրանց հետ հնարավոր չի։ Մենք պարտավոր ենք պահենք մեր երկիրը, մեր պետությունը եւ ինքնիշխանությունը, որը որ Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր չի։ Այս մարդը առանց վարորդականի վարորդ է, չի կարում մեր երկիրը ճիշտ ուղով տանի։ Հետո ձեզ է մեղադրելու։ Ինչպես նախորդ դեպքերում էր ասում էր, եթե ես մեղավոր եմ, դուք եք պատասխանատու, եթե ես պատասխանատու եմ, դուք եք մեղավոր, որովհետև դուք եք ինձ բերել, դուք եք ինձ ընտրել, դուք եք ինձ մանդատ տվել։ Հիմա արդյոք դուք պատրաստ եք եւս մեկ անգամ, երրորդ անգամ դուք մանդատ տաք մի մարդու, ով որ երկու անգամ սխալվել է, 3 անգամ պատերազմում պարտվել է, կապիտուլյացիան ստորագրել է, ամեն առավոտ էլ մարդասպանում։ Ոնց կարելի է մարդասպանին թողել մեր երկրի ղեկին։ Ուշքի եկեք, համախմբեք ընդդիմադիրներից յուրաքանչյուրի շուրջը։ Դուք կարող եք սիրել այս քաղաքական գործչին, չսիրել մյուս քաղաքական գործչին, այս քաղաքական ուժը, չգնահատել այն մյուսին կամ այն մյուսին, բայց մենք բոլորս պետք է սիրենք մեր երկիրը, հայրենիքը, պետությունը։ Մենք պարտք ենք Եռաբլուրին մի ամբողջ Հայաստանի Հանրապետություն եւ Արցախ։ Եվ մենք այդ պարտավորվածությունից խուսափելով, այդ անդարբերությունը դրսևորելով ոչնչի չենք հասնի, այլ կհայտնվենք իրենց կողքը։ Որպեսզի այդ ամեն ինչը չկատարվի ու չկրկնվի այդ ոճրագործությունը, պետք է համախմբվենք ընդհանուր գաղափարի շուրջ, որը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Հեռացնենք Նիկոլ Փաշինյանին, կստեղծենք հայկական, ազգամետ, հայամետ ղեկավարություն։ Դուք կարող եք ելի եմ ասում, չսիրել մեկին, սիրել այն մեկին, բայց մենք բոլորս պարտավոր ենք սիրենք մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր Հայաստանի Հանրապետությունը, որովհետև այնտեղ պետք է շարունակեն ապրել մեր թոռները եւ ծոռները։ Մենք պարտավոր ենք իրենց փոխանցենք անվտանգ ու ծաղկող երկիր։ Շնորհակալություն։